Հայաստանի նյարդահոգեբուժական հաստատություններում իրավիճակը մտահոգիչ է, անորակ դեղեր, միանման սնունդ, վատ վերաբերմունք։ Այս մասին է փաստում հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ ոչ ոքի համար խորագրված զեկույցը, որը պատրաստել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Բուժհաստատություններում նաև պատշաճ բուժման և խնամքի բացակայություն է առկա։ Նման պայմաններում հիվանդի վիճակը չի կարող բարելավել։ Բացահայտվեց, որ հիմնականում հայրենական արտադրության դեղամիջոցներով է մատակարարվում բուժհաստատությունը, որը շատ մասնագետներ գտնում են, որ անարդյունավետ ու անորակ է։ Հիվանդը գոհ չի կարող լինել, երբ սննդակարգը չի փոփոխվում։ 2 օր անընդմեջ ճաշացանկում առհասարակ ոչ մի փոփոխություն չի կատարվել։ 3-րդ օրն էլ բրինձով շիլան փոխարինվել է քաշած բրինձով։ Բայց ամենամտահոգիչը հիվանդների նկատմամբ վերաբերմունքն է, երբ այս մասին դիտարկում անցկացնողները բարձրաձայնել են, նույն վերաբերմունքին իրենք են արժանացել։ Եկավ մի պահ, որ մեզ էլ էին արդեն համոզում, որ մենք էլ ենք զառանցում ու մեզ էլ ա թվում, մենք չենք նկատել։ Ծեծի ականատես եղանք, ասում են ձեզ ուղղակի թվացել է։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը չի հերքում, ոլորտում խնդիրներ իսկապես կան, սակայն նա ուզում է, որ զեկույցի հեղինակները դրական կողմն էլ նկատեն։ Հայաստանի նյարդահոգեբուժական հաստատություններում զսպաշապիկների, սավանների, գոտիների ու պարանների միջոցով ֆիզիկական զսպման արդյունքում մարդիկ չեն մահանում։ Այսօր ֆիզիկական զսպման համար, որպեսզի մարդուն կապեն, մատյաններ կան հատուկ, որոնք հսկվում են, գրվում են։ Վերջին 3 տարվա ընթացքում նյարդահոգեբուժական հաստատություններում մահացել է 143 հիվանդ։ Զեկույցի հեղինակներին էլ անգամ չի հաջողվել պարզել նրանց մահվան պատճառը։